Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախկին անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Ազգային ժողովում փակ քվեարկության արդյունքում Վարդանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր դեմ 0։ Հայաստանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջարկել էր վերջինիս թեկնածությունը։ Ավելի վաղ Վարդանյանը տեղեկացրել էր, որ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դադարեցրել է անդամակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը։ 2026 թվականի ազգային ժողովի հերթական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլի քվեարկության կարգը տեղի կունենա մարտի 27-ին եւ 28-ին, այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր Ադրբեջանի տարածքով 350 տոննա հացահատիկով բեռնված 5 վագոն կուղարկվի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից։ Պետք է նշել, որ հացահատիկը, պարարտանյութերը եւ այլ ապրանքներ պարբերաբար տարանցիկ կերպով տեղափոխվում են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե ԿՊ-ն չընտրվի, ապա պատերազմ կլինի, ասել է. Երիտ թուրքերն էլ սկզբում խաղաղության սկզբունքով էին առաջնորդվում եւ դրանից հետո ԵՂՌ-ն կազմակերպեցին Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը, որտեղից պիտի գա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը երաշխիք չի կարող հանդիսանալ, նրա խոսքերն ասնավանի չեն։ Քաղաքացին պետք է գնա եւ ԿՊ-ին դեմ քվեարկի, նշել է Վարդան Ղուկասյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևավճար տրամադրելու վերաբերյալ կարգադրություն է ստորագրել։ Ղեկավարվելով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով կարգադրվում է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 12-ի համապատասխան որոշմամբ ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխել ազգային ժողովի պատգամավորների, ազգային ժողովի պետական ծառայողների եւ աշխատողների միջև համաձայն հավելվածի։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Առաքելյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը, ասված է որոշման մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը Միացյալ Նահանգներին արժեքավոր նվեր է տվել, կապված Հորմուզի նեղուցի հետ։ Նրանք 3 զարմանալի բան արեցին, մեծ նվեր մատուցեցին։ Դա շատ մեծ նվեր էր, որի արժեքը հսկայական գումար է, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը չի բացահայտել կոնկրետ նվերը, բայց նշել է, որ այն կապված է Հորմուզի նեղուցի հետ։ ԱՄՆ-ն կվերահսկի այն, ինչ կցանկանա, ասել է Թրամփը, պատասխանելով Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ հարցին։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել է, որ արգ է ընկել Բուշեհրի ատոմակայանի տարածքում ԱՄՆ-ի եւ Իսրայելի ուժերի կողմից, ըստ կազմակերպության շարունակվող թշնամական գործողությունների ֆոնին, հաղորդում է իր լրատվական գործակալությունը։ Հաղորդագրության համաձայն գիշերը տեղի ունեցած հարվածի հետևանքով չեն արձանագրվել ֆինանսական, տեխնիկական կամ մարդկային կորուստներ եւ կայանի տարբեր հատվածները չեն տուժել։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը նշել է, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակումները հստակ խախտում են միջազգային կանոնակարգերը, որոնք նախատեսում են նման կենտրոնների պաշտպանություն ռազմական գործողություններից, նախազգուշացնելով տարածաշրջանային անվտանգության համար վտանգավոր հետևանքների մասին, հատկապես Պարսից ծոցի երկրներում։ Փետրվարի 28-ին պատերազմի սկսելուց ի վեր զոհվել է 13 ամերիկացի զինծառայող։ Մարտի 24-ի դրությամբ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գործողության ընթացքում վիրավորվել է 290 զինծառայող, որոնցից 255-ը վերադարձել է ծառայության, ըստ հրամանատարության, կա 10-ը ծանր վիրավոր։ Հաղորդվում է, բանակցությունների շարունակման հետ մեկտեղ ԱՄՆ-ն պատրաստ է Մերձավոր Արևելք ուղարկել հազարավոր լրացուցիչ զորքեր եւ առնվազն 3 ռազմանավ, էպիկական ցասում գործողությանը օգնելու համար։ ԱՄՆ նախագահը չի բացառել ցամաքային զորքեր ուղարկելը։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ծրագրից։ Նրանք չեն կարող ունենալ միջուկային զենք եւ չեն ունենալու այն։ Եվ մենք այդ մասին քննարկում ենք։ Ես չեմ ցանկանում նախապես մանրամասնել, բայց նրանք համաձայնել են եւ երբեք չեն ունենա միջուկային զենք, ասել է նա լրագրողների հետ զրույցում։ Միաժամանակ վերջինս չի հստակեցրել, թե ում հետ է ԱՄՆ-ն վարում այդ խորհրդակցությունները։
Իրանի ՀՊԿ-ն հայտարարել է հարվածներ է հասցրել իսրայելական բանակի արբանյակային կապի կայաններին, ինչպես նաև մի շարք ԱՄՆ ռազմական բազաների մերձավոր արևելքում։ Ինչպես հաղորդվում է, ԻՀՊԿ-ն նշել է, հարվածներ են հասցվել արբանյակային կապի կայանների ուղղությամբ, որոնք օգտագործվում են իսրայելական զինված ուժերի կողմից, ինչպես նաև Ալ-Ազրակ, Շեյխ Իսա, Ալի Ալ-Սալեմ և Արեֆջան ռազմաբազաների ուղղությամբ։ ԻՀՊԿ-ի հաղորդմամբ արձակված հրթիռները հաջողությամբ խոցել են իրենց թիրախները, այլ մանրամասներ չեն ներկայացվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կրկին խոսել է ընդդեմ Իսրայելի։ Նեթանյահուի գլխավորած զանգվածային սպանությունների ցանցը պետք է անհապաղ դադարեցվի տարածաշրջանային խաղաղության եւ մարդկության համար, նշել է նախագահը։ Նա նաեւ կոչ է արել բոլոր երկրներին հստակ դիրքորոշում ընդունել այս հարցում։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել։ Իհարկե, սա ռեժիմի փոփոխություն է, որովհետև առաջնորդները բոլորն էլ շատ տարբեր են այն մարդկանցից, ովքեր սկսեցին այս բոլոր խնդիրները։ Լրագրողներին ասել է Թրամփը, շեշտելով, որ Վաշինգտոնը կտեսնի, թե նրանք ինչպես կարտահայտվեն։ Երբ նրան հարցրել են, թե արդյոք նա վստահում է Իրանի իշխանություններին, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ես ոչ մեկի չեմ վստահում»։ Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին նիստը, այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը եւ մանրամասնել։ Վաղը մարտի 25-ին ժամը 16:00-ին նշանակված է Արշակ arczepiskopos Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման գործով առաջին դատական նիստը, որը պետք է կայանա Արմավիր քաղաքի հանրապետության 41 հասցեի դատական նիստերի թիվ 2 դահլիճում։ Այս գործով Արշակ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին Նոր Հայաստան Նոր Հայրապետ շարժման անդամներին կաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցների ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել, թե իբր այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս պահել են բանտարկության մեջ։ 2025 թվականի հունվարի 24-ին Դիգնիսի ՍՊԱ-ն եւ Պետական գույքի կառավարման կոմիտեն ստորագրել են համագործակցության հուշագիր օտարման ենթակա պետական գույքի ներդրումային փաթեթների կազմման նպատակով։ Այս մասին գրել է Հետքը։ Այս հուշագրի շրջանակում էլ կազմվել է Արշակունյաց 4 հասցեում գտնվող մամուլի շենքի ներդրումային փաթեթը։ Դիգնիսի ՍՊԱ-ն, BSC բիզնեսի աջակցման կենտրոնը եւ Խաչատուրյան Architects ստուդիան ստեղծել են Protect 24 նախագիծը, որը մասնակցել ու հաղթել է Պետական գույքի կառավարման կոմիտեի հայտարարած երկփուլ մրցույթում։ Մրցույթում հաղթելուց հետո կնքված հուշագրով սահմանվել է, որ Protect 24-ը նախքան պետական գույքի օտարումը պետք է կազմի գույքի վերաբերյալ ներդրումային փաթեթ, որը պետք է ներառի դրա հնարավոր լավագույն օգտագործման տարբերակները, քաղաքաշինական, կոմունիկացիոն եւ իրավական սահմանափակումները, ինչպես նաեւ համայնքի կողմից տվյալ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ նախնական թույլտվությունները։ Պետական գույքի կառավարման կոմիտեից հետքին հայտնել են, որ համաձայն Դիգնիսի ՍՊ-ի եւ կոմիտեի միջև կնքված հուշագրի գույքի գնորդը բացի գնահատված արժեքից պետք է վճարի նաև նախագծի կազմման համար։ Նշված գումարը ներառված չէ գույքի վաճառքի արժեքի մեջ, բայց գույքի գործարքի անբաժանելի մաս է, վերոնշյալն ամրագրված է կոմիտեի եւ Դիգնիսի ՍՊ-ի միջև կնքված հուշագրով, ասված է կոմիտեի պատասխանում։ Նախագծի կազմման արժեքը կախված է լինելու գույքի գնահատված արժեքից, եթե գույքի արժեքը կազմի մինչև 1 միլիարդ դրամ, ապա նախագծի կազմման արժեքը կլինի դրա 5%-ի չափով, եթե լինի 1 միլիարդ դրամից բարձր, ապա 4%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 50 միլիոն դրամը։ 15-րդ Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանում իր հիմնական ելույթում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ճիշտ է անվանել ապամիջուկայնացման մերժումը, հաշվի առնելով համաշխարհային իրավիճակը, երբ ինքնիշխան պետությունների իրավունքները անողոքաբար ոտնահարվում են։ Նրա խոսքով թշնամական ուժերը փորձել են ԿԺԴՀ-ին ստիպել հրաժարվել իր միջուկային զենքից, որոշակի փոխհատուցման դիմաց։ Այսօրվա իրականությունը հստակ ցույց է տալիս, թե որքան արդարացի էր մեր երկրի ռազմավարական ընտրությունը ու որոշումը, մերժել իր թշնամիների քաղցրահնչյուն խոստումները եւ անդառնալիորեն ու մշտապես ամրապնդել իր միջուկային զենքի տիրապետումը, նշել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։ Նա ընդգծել է, որ այսօր երկրի անվտանգությունը ապահովվում է ոչ թե հռչակագրերով կամ կոչերով, այլ ուժով, եւ խաղաղությունը պաշտպանվում է ուժով։
Իրանի ՀՊԿ-ն հայտարարել է, որ իրանական ուժերը կհարձակվեն Գազայի հատվածում գտնվող իսրայելական ուժերի վրա, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանան եւ Պաղեստինյան տարածքների վրա։ Եթե Լիբանանի եւ Պաղեստինի քաղաքացիական բնակչության դեմ հանցագործությունները շարունակվեն, թշնամու ուժերի կենտրոնացումը օկուպացված Պաղեստինի հյուսիսում եւ Գազայում կհայտնվի Իրանի կողմից հրթիռային եւ անօդաչուր թռչող սարքերի ծանր հարվածների տակ, ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարձակվել են Իրանի հարավ-արևմուտքում եւ կենտրոնում գտնվող խողովակաշարի եւ գազաբաշխման կայանի վրա։ Այս մասին հաղորդում է Ֆարս լրատվական գործակալությունը։ Հարձակումների թիրախը եղել են Սպահանում գտնվող խողովակաշարի եւ գազաբաշխման կայանի շենքը, ինչպես նաեւ Իրաքի հետ սահմանին գտնվող Խորամշահր քաղաքի էլեկտրակայան տանող գազատարը։ Հաղորդագրությունները ցույց են տալիս, որ վնաս է հասցվել գազի ենթակառուցվածքներին եւ մոտակա բնակելի շենքերին։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը կարող է որոշել միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածներին, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման համաձայն աղբյուրներից մեկը նշել է, որ թագավորության պատերազմի մեջ մտնելը միայն ժամանակի հարց է։ ԱՄՆ բանակի հրամանատարությունը քննարկում է Մերձավոր Արևելքում բրիգադի չափի օդադեսանտային ուժեր տեղակայելու հնարավորությունը, հաղորդում է New York Times-ը, հղում անելով Պենտագոնի պաշտոնյաներին։ Գործակալության աղբյուրների համաձայն բրիգադը նախատեսվում է ձևավորել 82-րդ օդադեսանտային դիվիզիայի արագ արձագանքման ստորաբաժանումներից։ Այն կկազմի մոտավորապես 3000 զինծառայող, նրանք կարող են տեղակայվել աշխարհի ցանկացած վայրում 18 ժամվա ընթացքում։ Այս բրիգադը կարող է օգտագործվել Խար կղզին գրավելու համար։ CBS News-ի տվյալներով ԱՄՆ ռազմաօդային ուժերը կարող են մասնակցել Խարկ կղզու գրավմանը։ Ուկրաինան չի կարող միանալ Եվրամիությանը մինչև 2027 թվականը։ Այս մասին Բրյուսելում կայացած համաժողովում հայտարարել է ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Մարթա Կոսը։ Կարծում եմ բոլորը հասկանում են, որ Ուկրաինան չի կարողանա միանալ Եվրամիությանը մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, ասել է նա։ Եվրահանձնաժողովը նախկինում բազմիցս հայտարարել է, որ անհնար է նախապես որևէ ամսաթիվ սահմանել Ուկրաինայի անդամակցության համար, չնայած Կիևի պահանջներին։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հանձնարարել է Գերագույն Ռադային պատրաստ լինել գործել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության պայմաններում ևս 3 տարի։ Ինչպես հաղորդվում է, Զելենսկին հանձնարարել է ժողովրդի ծառախմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Մոտովիլովեցին պատրաստել Ռադայի աշխատանքի ծրագիր, եթե Ուկրաինան ստիպված լինի պայքարել ևս 3 տարի։ Այս քայլը կապված է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների դադարեցման հետ, ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքի վրա ուշադրությունը տեղափոխելու պատճառով։ Այս պայմաններում առաջարկում է մշակել գործող խորհրդարանի գոյության ծրագիր 1, 2 կամ նույնիսկ 3 տարվա համար։ Զելենսկին Մոտովիլովեցին որևէ կոնկրետ ժամկետ չի տվել ծրագրի պատրաստման համար, սակայն դրա աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնապես Հարավային Կորեան անվանել է թշնամական պետություն, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Մենք Հարավային Կորեան կդիտարկենք որպես ամենաթշնամական պետություն, լիովին մերժելով եւ անտեսելով այն, հայտարարել է Կիմ Չեն Ընը։ Վերջինս նաև նշել է, որ Հարավային Կորեայի կողմից Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունը խախտելու ցանկացած փորձ կհանգեցնի կոշտ պատասխանի։ Մենք կստիպենք նրան անողոք գին վճարել առանց որևէ բան հաշվի առնելու կամ տատանվելու, զգուշացրել է նախագահը։ Իրանը չի դադարեցնի ռազմական գործողությունները մինչև բոլոր պատժամիջոցները չվերացվեն։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռազին։ Պատերազմը կշարունակվի մինչև Իրանին լիովին փոխհատուցում չտրվի եւ բոլոր տնտեսական պատժամիջոցները չվերանան։ Մենք նաև պահանջում ենք միջազգային երաշխիքներ Միացյալ Նահանգների կողմից Իսլամական Հանրապետության ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ։ Սա մեր երկրի ժողովրդի գերագույն առաջնորդի եւ զինված ուժերի որոշումն է, ընդգծել է ռազմական խորհրդականը։ Իրանի առնվազն 318 բժշկական հաստատություն վնասվել է Իսլամական Հանրապետության տարածքում հրթիռային եւ ռումբային հարվածներից, հայտնել է արտակարգ բժշկական օգնության կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը։
Ռամադանի ընթացքում պատերազմի հետևանքով վնասվել է մոտ 318 հաստատություն, այդ թվում 49 շտապ օգնության կայան, 186 առաջին բուժօգնության կայան եւ 40 հիվանդանոցային համալիր, ասել է կազմակերպության ղեկավարը։ Նա հավելել է, որ 40 վնասված հիվանդանոցներից 12-ը ներկայումս լիովին դուրս են եկել շահագործումից։ Իսրայելի ուժերը հայտարարել են, որ հայտնաբերել են Իրանից դեպի Իսրայել հրթիռների արձակում եւ որ հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ առաջ ուժերը հայտնաբերել են Իրանից դեպի Իսրայել պետության տարածք արձակված հրթիռների արձակում։ Հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ, ասվում է հայտարարության մեջ։ ՄԱԿ-ում եւ Ժնևում գտնվող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի տարածքում համակարգված միջուկային հարվածի։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ի երկրները համակարգված կերպով ընդլայնում են իրենց համատեղ միջուկային պլանավորման ռազմավարությունը, նպատակ ունենալով հարվածել ընդհանուր հակառակորդին, որին Արևմուտքը դիտարկում է որպես Ռուսաստան։ Օրինակ, Ֆրանսիան ներկայումս ընդլայնում է իր համատեղ միջուկային առաքելությունների աշխարհագրական շրջանակը, դաշինքի շրջանակներում արկա նմանատիպ առաքելություններից բացի, որոնք հիմնված են ԱՄՆ-ի միջուկային զենքի վրա։ Թույլ տվեք նաև հիշեցնել, որ բրիտանացիները համաձայնության են եկել ամերիկացիների հետ իրենց տարածքում տեղակայված ամերիկյան միջուկային զենքի եւ առաքման համակարգերին մուտք գործելու համար, նշել է Գատիլովը։ Նա հավելել է, որ այս բոլոր գործոնները անմիջական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին զայրացած է Եվրամիության երկրների վրա Կիևին 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը հետաձգելու համար, Հունգարիայի վետոն չեղյալ համարելու նրանց անկայունության պատճառով։ Նման կարծիք է հայտնել լրագրող Ալեքս Քրիստոֆորուն։ Սա նրան աներևակայելիորեն զայրացնում է, քանի որ Կիևի համար ժամանակ կամ էներգիա չի մնացել։ Սա ռեժիմի մահվան վերջին տանջանքներն են, ասել է Քրիստոֆորուն Զելենսկու մասին։ Լրագրողի խոսքով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հիմնականում պաշտպանում է իր երկրի շահերը եւ պարտավոր չէ կատարել Ուկրաինայի ցանկությունները։ Իսրայելի ռազմաօդային ուժերը Իսլամական Հանրապետության դեմ գործողության ընթացքում Իրանում հարվածներ են հասցրել ավելի քան 3000 տարբեր թիրախների, հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ հայտարարության հարվածները շարունակվում են առանց ընդհատումների։ Երկուշաբթի օրը իսրայելական ինքնաթիռները եւս մեկ զանգվածային հարձակում են իրականացրել Թեհրանի վրա, տասնյակ կործանիչների մասնակցությամբ։ Հարվածներ են հասցվել մի քանի ռազմական շտաբների, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 2 հետախուզական հրամանատարական կենտրոնների եւ Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության շտաբ բնակարանի վրա, հայտարարել է բանակը։ Երեքշաբթի գիշերը եւս մի շարք հարվածներ են հասցվել, խոցելով ավելի քան 50 թիրախ, այդ թվում արձակման կայաններ եւ բալիստիկ հրթիռների պահեստներ, նշվում է հայտարարության մեջ։ Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ խաղաղություն է լինելու, առևտուր ենք անելու։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Պայմանավորվել ենք, որ խաղաղություն է լինելու եւ այդ ուղղությամբ էլ գնում ենք։ Շատ դրական են վերաբերվում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը, որտեղ ինքը խոսում է խաղաղությունից, որի մասին դուք մեջբերում չարեցիք եւ չխոսեցիք։ Պետք է հավատալ սեփական գործողություններին, սեփական պետության քայլերին։ Դուք մինչեւ խաղաղության պայմանագրի կետերը հրապարակելն էլ խաղաղությանը չէիք հավատում։ Մինչև սահմանին մարդ չսկսեց զոհվել, դուք էլի չէիք հավատում խաղաղությանը։ Բնական է, դուք կարող եք չհավատալ այն ուժերը, որոնք հիմա խորհրդարանում են, եւ այն ուժերը, որոնք ուզում են խորհրդարան մտնել, իրենց պատերազմ է պետք, նշել է Ալեն Սիմոնյանը։ Եթե դու պահանջներ ես ներկայացնում քո հարևաններին, բնական է դա կազուս բելի է, դա պատերազմի առիթ է, դու ակնհայտ անոնս ես անում, որ հարձակվելու ես նման բանի ես պատրաստվում, նշել է Սիմոնյանը։ 2020 թվականին պատերազմ է տեղի ունեցել, որից հետո Հայաստանն ու Ադրբեջանը սահմանը վերարտադրել են։ Դրանից հետո եթե գալիս է մի ուժ եւ ասում այդ սահմանը սահմանազատումն ու սահմանագծումը չեմ ճանաչում, բնական է, որ կարող ենք որպես քաղաքական գործիչ կանխատեսել, որ պատերազմ կլինի, նշել է Ալեն Սիմոնյանը։ Լրագրողներն Ալեն Սիմոնյանին հիշեցրել են, թե ինչ էր նշանակում Աղդամի ֆոնին նկարվելը։ Նա պարզաբանել է. «Սխալ եմ արել, եղել եմ նույն ձեր տրամաբանության մեջ, ոչ մի թիզականի տրամաբանության մեջ եմ եղել», նշել է Ալեն Սիմոնյանը։ Որոշ ժամանակ առաջ էլ նա պնդում էր, թե իբր ակնաբար չի օգտագործել, սակայն հակառակն ապացուցելու համար լրատվամիջոցները հրապարակել էին նրա գրառումը։
Ադրբեջանի հետ կապի մեջ են, որ հստակ գիտեն պատերազմի օրն ու ժամը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ազգային ժողովի падգամավոր Գառնիկ Դանիելյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պայմանական սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին հայտարարությանը։ Միգուցե կան պայմանավորվածություններ, միգուցե իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ եւ իրենք գիտեն հստակ օրն ու ժամը պատերազմի։ Ես ուզում եմ հիշեցնել կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին որևէ պատերազմ չի եղել։ Եթե խոսում են զոհերից, ուրեմն գնացեք եւ վիճակագրությունը նայեք, թե ում իշխանության օրոք ինչքան պատերազմ ա եղել, ինչքան զոհեր են եղել, ինչ արհավիրք ա եղել եւ այդ տխմարագույն թեզը, թե իբր նախկինում հաղթանակած նախագահները Արցախը իրենք են հանձնել, ախր կա պատմություն, չէ՞, կա իրավիճակ։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ առաջին ատյանի դատարանը բավարարել է միջնորդությունը քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխելու վարչական հսկողության հրապարակային խոսքի արգելքի պայմանով, նշել է Ռուբեն Մելիքյանը։ Նշենք, որ Իմ Նեմնիմի ոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը նոյեմբերի 13-ին առավոտյան ձերբակալվել էին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին Իմ Նեմնիմի ոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների եւ սպառնալիքների վերաբերյալ։ Դրանից հետո Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել էր, կիրառվել էր տնային կալանք։ Իրանի դեմ փետրվարի 28-ից իրականացվող ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն ոչնչացրել է Իսլամական Հանրապետության 158 նավ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք ամբողջությամբ ոչնչացրել ենք նրանց պաշտպանական արդյունաբերական բազան, վերացնելով նրանց նավատորմը։ 158 նավ դուրս է բերվել շարքից, ասել է նախագահը։ Նա նաև նշել է Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների արձակումները ըստ իր գնահատման նվազել են ավելի քան 90%-ով։ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հայտնել է Իրանի դեմ ռազմական գործողությունների զգալի ձեռքբերումները օգտագործելու հնարավորության մասին, համաձայնագիր կնքելու նպատակով, որը կապահովի պատերազմի նպատակների իրականացումը, հայտարարել է Նեթանյահուն։ Ես զրուցել եմ մեր բարեկամ նախագահ Թրամփի հետ, վերջինս կարծում է, որ կա հնարավորություն օգտագործելու այն զգալի ձեռքբերումները, որոնց հասել ենք ԱՄՆ զինված ուժերի հետ համատեղ, որպեսզի համաձայնագրի միջոցով իրականացնենք պատերազմի նպատակները, համաձայնագիր, որը կպաշտպանի մեր կենսական շահերը, նշել է Նեթանյահուն։ ԱՄՆ-ն նախատեսում է հայտարարել Իրանի հետ հակամարտության ավարտի մասին ապրիլի 19-ին։ Հաղորդում է Ynet-ը հղում անելով իսրայելցի անանուն պաշտոնյայի։ Վաշինգտոնը ապրիլի 9-ը սահմանել է որպես պատերազմի ավարտի նպատակային ամսաթիվ, նշվում է հրատարակության մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ այս ժամկետում պատերազմի ավարտը թույլ կտա Սպիտակ տան ղեկավարին անկախության օրը այցելել Իսրայել եւ ստանալ Իսրայելի մրցանակը։ Չնայած Իրանի կողմից հնչեցված հերքումներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է. Միացյալ Նահանգներն ու Իրանը բանակցություններ են վարում։ Մենք այժմ վարում ենք բավականին լավ քննարկումներ, դրանք սկսվել են անցած գիշեր, նաև դրանից առաջվա գիշերը, նշել է նախագահը։ Նրանք ցանկանում են խաղաղություն, նրանք համաձայնել են, որ չեն ունենա միջուկային զենք, հավելել է Թրամփը։ Վերջինս նաև նշել է, որ հույս ունի հնարավոր կլինի ձեռք բերել համաձայնագիր, որը շահավետ կլինի բոլորի համար, այդ թվում Մերձավոր Արևելքի դաշնակիցների եւ Իսրայելի համար։ Կոլումբիայում կործանված ռազմատրանսպորտային ինքնաթիռում եղել է 125 մարդ, դրանցից առնվազն 48 տուժած տարհանվել են։ Այս մասին հայտնում է Կոլումբիայի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Կարլոս Ֆերնանդո Սիլվա Ռուեդային։ Այս պահի դրությամբ հաստատված է տեղեկությունը, որ օդանավում եղել է 114 ուղևոր եւ անձնակազմի 11 անդամ։ Ներկայում հայտնի է 48 տուժածների մասին, որոնք արդեն տարհանվել են։ Նրանք բոլորը գտնվում են Պուերտո Լեգիսամոյի բժշկական հաստատություններում, հայտարարել է Սիլվան։ Կոլումբիայի բանակի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Պուտումայո դեպարտամենտի Պուերտո Լեգիսամոյից թռիչքի ժամանակ։ Գեներալի խոսքով վթարը տեղի է ունեցել օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Դեպի Պուերտո Ասիս չվերթին իրականացվող ինքնաթիռն ընկել է օդանավակայանից մոտ մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Աղետի պատճառները այժմ հայտնի չեն։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Մարիա Զախարովայի արած հայտարարությունները, նշելով, որ դրանք անընդունելի են։ Նշվում է, որ Հեյդար Ալիևի նման հղումը անհարգալից վերաբերմունք է նրա ժառանգության եւ ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։ Նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին։ Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն եւ պատասխանատվություն, այլ ոչ թե անհիմն հայտարարություններ, որոնք կարող են լարվածություն առաջացնել եւ խաթարել վստահությունը։ Մենք սպասում ենք ռուսական կողմից պարզաբանման այս հայտարարության առնչությամբ, հայտարարել է Բաքուն։ Հիշեցնենք, որ ասուլիսի ընթացքում լրագրողն իր հարցում մեջ բերել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հանրապետության մի շարք հոգևորականներ, որոնցից մի քանիսը ԽՍՀՄ-ՊԱԿ-ի գործակալներ էին, փորձում են զոհաբերել Հայաստանի անկախությունը երրորդ երկրների շահերի համար։ Ինչին ի պատասխան ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ չի հասկանում, ում մասին է խոսում Փաշինյանը, երբ ասում է ՊԱԿ գործակալներ Հեյդար Ալիևի։ Ազգային ժողովի պատգամավորներն այսօր մարտի 24-ին առանց հարց ու պատասխանի եւ ելույթների ընդունեցին ազգային ժողովի հերթական քառօրյա օրակարգը եւ անցան առաջին հարցի քննարկմանը։ Առաջին օրինագծով առաջարկվում է քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ընտրել սահմանադրական դատարանի դատավոր Վահագն Խաչատուրյանի առաջարկությամբ։ Ավելի վաղ Վլադիմիր Վարդանյանը հայտնել էր, որ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դադարեցրել է անդամակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, իսկ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը։ Երկու օր առաջ Հանրապետական հիվանդանոց ծննդատանը գրանցված ծննդկանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ 40-ամյա ծննդկանի մահվան մասին հայտնի է դարձել դեպքից 2 օր հետո մամուլում տեղ գտած հրապարակումներից հետո։ Եվրամեդիա 24-ի հետ զրույցում քննչական կոմիտեից նշել են մարտի 22-ին ստացված հաղորդման հիման վրա նույն օրը հարուցվել է վարույթ։ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ ծննդաբերության ընթացքում հղիի վիճակը կտրուկ վատթարացել է, արձանագրվել է գիտակցության կորուստ։ Բժշկական թիմը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցառումները, իրականացվել է շտաբ կեսարյան հատում, այնուհետև կազմակերպվել է ծննդկանի տեղափոխումը երրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք, սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։ Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացվել։ 2025 թվականի հունվարի 10-ին քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթով դատախազը 2026 թվականի մարտի 23-ին որոշում է կայացրել Արմինե Օհանյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ մարտի 17-ին հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հրավիրվել էր քննչական կոմիտե։ Հրապարակ օրաթերթի մոտ 2 տարի առաջ հրապարակված խմբագրականի հիման վրա քննչականը վարույթ էր հարուցել։ Զանգվածային լրատվամիջոցների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հոդվածով։ Արմինե Օհանյանը հայտարարել էր, խոսքի համար հետապնդումներ են ձեռնարկվում մի մարդու իշխանության օրոք, ով նախկինում լրագրող եղած ժամանակ իր հրապարակումներում բազմիցս է բռնության կոչեր հնչեցրել։ Եղանակը առաջիկա օրերին։ Մարտի 25-ից 28-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Մարտի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաեւ քամուշ գնացում 13-ից 16 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 25-ից ցերեկը կնվազի 2-ից 4 աստիճանով, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 5-ից 7 աստիճանով։